մեր օդի որակը վատթարանում է ավելի ցուրտ ամիսներին, մասնավորապես նոյեմբերի վերջին, դեկտեմբերին, հունվարին, որոշ չափով փետրվարին եւ գարնան ամիսներին արդեն սկսում է բարելավել։ Ամռանը հիմնականում հիմա որ նայենք օդի որակը այս թեժ շինարարության, հանքարդյունաբերության շրջանում կամ գերազանց է ցույց տալու կամ լավ է ցույց տալու։ Մինչդեռ ձմռան այդ ամիսներին ցույց է տալու շատ դեպքերում անառողջ օդ։ Հիմա հաջորդիվ Տիկին Հայկ, ես ակնկալում եմ մի փոքր ավելի կենտրոնացած ծրագրեր մեր սպეციფიկ խնդրի ուղղությամբ, որը որ եւ միգուցե կարող է հավելյալ հետազոտություն ա պետք ձմռան ամիսներին, պատճառին, չնայած ակնհայտորեն ամբողջ տարածաշրջանը խնդիր ունի, բայց նաեւ ակնհայտ է, որ տարածաշրջանը ունի խնդիր, բայց Երևանը ավել ունի համեմատած օրինակ մեր Երևանյան այլ տարածքներին։ Մեկ էլ ունեն խնդիրներ Իգդիրը, մյուս քաղաքները այդ հատվածում գտնվող, այսինքն Արարատյան դաշտավայրի շրջանակում գտնվող բոլոր քաղաքները։ Հիմա եկեք խնդրում եմ մի փոքր մեր կենտրոնացումը տանենք դեպի ցուրտ ամիսներ եւ հասկանանք ինչ ծրագրեր կան, որոնք որ ուղղված են հենց այդ ամիսներին օդի որակը բարելավելու։